Վաղարշապատի ընտրությունների պաշտոնական քարոզարշավից մեկ օր առաջ խոյ-խոշորացված համայնքում բարեգործական միջոցառում է կազմակերպվել, որին մասնակցում են Արմավիրի մարզի իշխանական վերնախավը, այդ թվում Վաղարշապատի համայնքապետի թեկնածու ՔՊԱ-ական Արգիշտի Մեխակյանը։ Բարեգործությունը, որի ժամանակ գյուղի երեխաներին բաժանվեցին նվերներ, իսկ մի երեխայի տրվեց $10,000 չափ գումար, կազմակերպել է Խոյի բնակիչ համայնքի ՔՊԱ-ական ղեկավար Լյուդվիգ Յայլոյանի ընկեր Ռուբեն Մանուկյանը։ Ուշագրավ է, որ երեխաներին նվերները բաժանում են բարեգործը և ՔՊԻ ավագանու ցուցակի երկրորդ համար Լյուդվիգ Յայլոյանը։ Գյուղում սեղաններ են փռվել, հնչում է երաժշտություն, կազմակերպվել է կերուխում։ Բեմի վրա ելույթ ունեցավ Արգիշտի Մեխակյանը, ով շնորհակալություն հայտնեց բարեգործին և հայտարարեց, որ վաղը տեղի կունենա ֆուտբոլի դաշտի բացումը։ Ինչ է սա նշանակում ըստ քրեական օրենսգրքի։ Հոդված 221. Ընտրությունների նշանակման որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, թեկնածուի, կուսակցությունների դաշինքի, անդամի կամ լիազորված անձի, վստահված անձի, հանրաքվեի նախաձեռնող խմբի անդամի կամ լիազոր ներկայացուցչի կողմից անձամբ կամ նրանց, այդ թվում կուսակցության կամ դաշինքի անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին, ինչպես նաև հանրաքվեի մասնակիցներին, անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթուղթ, ապրանք տալը կամ ծառայություններ մատուցելը, կամ բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը պատժվում է ազատազրկմամբ 3-ից 6 տարի ժամկետով։ Այսպես կոչված բարեգործությունն այժմ ըստ ընտրական օրենսգրքի։ Ըստ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի, թեկնածուների կամ կուսակցական ներկայացուցիչների կողմից ընտրությունների նախաշեմին դրամական կամ նյութական բարիքների տրամադրումը օրենքով արգելված է և դիտարկվում է որպես ընտրողների վրա ազդելու փորձ, այսինքն տեղի ունեցածը ոչ թե բարեգործություն է, այլ ուղղակիորեն օրենքի խախտում։ Լիա Սարգսյան, Իշխանություն լրատվական։